Մայիսի 19-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Բարձր գնահատելով ձևավորված սերտ համագործակցությունը, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այն վերաճել է ամուր բարեկամական հարաբերությունների եւ արձանագրել շոշափելի արդյունքներ։ Քննարկվել են առանցքային մի շարք հարցեր, մասնավորապես կողմերն անդրադարձել են կիբեռլաբորատորիայի ստեղծման ընթացքին եւ արձանագրել, որ առաջիկա օրերին կմեկնարկի լաբորատորիայի տեխնիկական հագեցման եւ սարքավորումների մատակարարման գործընթացը։ Անդրադարձ է կատարվել նաեւ քրեական ոստիկանության կարողությունների զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը եւ կրթական համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցերի։ Այդ համատեքստում կարևորվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ICTAP ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Կրթական ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումների ընթացքում ի թիվս ոստիկանների եւ փրկարարների կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի առանձնահատուկ կարևորվել են նաեւ սահմանապահների կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը։ Քննարկվել են նաեւ փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Եղեգնաձորի եւ Բաղրամյանի հրշեջ փրկարարական ջոկատների, ինչպես նաեւ Սևանի ջրափրկարարական ջոկատի շինարարական եւ վերազինման աշխատանքների ընթացքին։ Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը։